Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Քրիստոնեության կենտրոնական ուղերձը Հիսուս Քրիստոսի ավետարանն է։ Ավետարան բառ նշանակում է բարի լուր։ Քրիստոնեությունը տալիս է բոլոր ժամանակների ամենալավ լուրը։ Իրականում այն առաջարկում է մեր ամենաճնշող ճգնաժամերի միակ լուծումը։ Ոչ մի կրթական համակարգ, քաղաքական կուսակցություն կամ հոգեբանական թերապիա չի կարող լուծում տալ մարդկության ամենախորը խնդրին։ Չնայած այն բանի, որ մարդկային իմաստությունը բազմաքանակ, ժամանակավոր օգուտներ է տվել, պատմությունը ցույց է տվել, թե որքան սնանկ ենք մենք լուծելու մեղավորության և համատարած ապականության հարցը, որոնց ծանրության տակ հառաչում է մեր աշխարհը։ Ավետարանը հայտնում է, որ Աստված եկել և հաղթանակ է տարել մեզ համար։ Սա բարի լուր է հենց այն պատճառով, որ պայմանավորված չէ նրանով, ինչ մենք ենք արել կամ կարող ենք անել, այլ ինչ Աստված է արել և կանի իր ժողովրդի փոխարեն։ Ավետարանը պատմում է Աստծո միջամտության մասին այս հուսահատ աշխարհի ընթացքին։ Ավետարանը հռչակում է Հիսուս Քրիստոսի գալստյան բարի լուրը։ Շուրջ 2000 տարի առաջ հռոմեական կայսրության վերելքի ժամանակ Աստված իր որդուն ուղարկեց մարդկության պատմության մեջ ազգություններին փրկելու մեղքերից և թշվառությունից։ Քրիստոսը Աստծո հոգուց բեղմնավորվեց կույսի արգանդում և ծնվեց Հիսուս Նազովրեցին, Աստված մարդը։ Հիսուսը եկավ կրելու ընկած մարդկության մեղքերը և զոհաբերելու իր կյանքը մեր փոխարեն։ Նրա մահով բավարարվեցին Աստծո արդարության պահանջները մեղավորներից և հնարավոր դարձավ ստանալ արդար Աստծո ներումը։ 3 օր անց նրա հարությունը վկայեց այն մասին, որ նա Աստծո որդին է, և Աստված ընդունել է նրա մահը որպես մեր մեղքերի ամբողջական հարություն։ Հիմա մարդիկ կարող են լիարժեքորեն ներվել, հաշտվել Աստծո հետ և հավատալով Հիսուս Քրիստոս անձին ու նրա կատարած գործին ստանալ հավիտենական կյանք։ Փրկության այս մեծ աշխատանքով Աստված բացահայտեց, թե ով է Ինքը։ Ավետարանը հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե ով է Աստված։ Աստված չանձնավորված ուժ կամ մեզ շրջապատող էներգիա չէ, այլ մեր անձնական արարիչն է և բոլորի Տերը։ Ծննդոց 1:1 Աստվածաշունչը սովորեցնում է, որ միակ իրական Աստված գոյություն ունի երրորդության մեջ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։